Պատանի ինժեներների նախագծած ռոբոտը կարող է շարժվել խողովակաշարի վրայով եւ հայտնաբերել գազի արտահոսքը։ Սարքի հեղինակները Երևանի համար 131 եւ Այգուտ գյուղի դպրոցների արմատ ճարտարագիտական աշխատանոցների սաներն են։ Մեր ռոբոտը գազի արտահոսքը գտնում է 3 հատ գազի տվիչների միջոցով եւ հենց գտնում է գազի արտահոսքը, SMS-ը ուղարկում գազի վթարային ծառայությանը եւ ուղարկում է նաեւ իր դիրքը, թե որտեղ է գտնվում։ Մենք ցանկանում ենք մեր ռոբոտին ամբողջովին փակել, որպեսզի հանկարծ անձրևից կամ ձյունից ինքը չփչանա։ Եվ որոշել ենք նաև տեղադրել արևային պանելներ, որպեսզի մեր ռոբոտը ավելի երկար տեղամաս անցնի։ Նման ռոբոտ պատրաստելու միտքն առաջացավ, երբ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում գազի արտահոսքից պայթյուն էր տեղի ունեցել։ Նրա վրա տեղադրված է GPS tracker, բայց նրան փոխարինելու ենք GPS մոդուլով, քանի որ տեղեր կան, որտեղ բջջային կապը չի հաստատվում այդ վայրում եւ ինչ որ խնդիր կարող է առաջանալ, իսկ GPS մոդուլը աշխատում է Arduino Nano միկրոկառավարիչով, Arduino Nano-ն կարելի ասած ռոբոտի ուղեղն է։ Արմատցիների ռոբոտի աշխատանքը բարձր են գնահատել նաև միջազգային հարթակում։ Հայաստանի թիմը հաղթող է ճանաչվել Սլովենիայում անցկացված ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի բաց մրցաշարում արժանանալով ոսկե մեդալի։ Թիմային ոգին էր ամենակարևորը։ Բոլոր թիմերի մեջ մրցավարները հենց այդ էին ամենաշատը ռոբոտից բացի նկատել մեր մեջ։ Ես կոդավորումից, Գրիգորը 3D մոդելավորումից, իսկ Արարատը արդեն էլեկտրոնիկայից ավելի ուժեղ էր։ Կարողացանք համախմբել մեր ուժերը, այդպիսով ցուցադրելով մեր թիմային ոգին եւ կարողացանք հասնել այս արդյունքին։ Մրցաշարին մասնակցել է 45 երկրի 214 թիմ։ Ոսկե մեդալից բացի արծաթն ու բրոնզը եւս նվաճել են Հայաստանը ներկայացնող թիմերը։ Տարեստարի տեսնում ենք ավելի զարգացած ու առաջընթաց ունեցող նախագծեր տարբեր ուղղություններով իհարկե եւ էլեկտրոնիկայի իմաստով եւ ծրագրավորման իմաստով եւ մոդելավորման, ինչու ոչ նաեւ ռոբոտաշինության իմաստով։ Ինչպես զարգացնել նախագիծը, արդյոք այն կարող է կիրառվել գործնականում, դառնալով գազի արտահոսքեր փնտրող գտնող պրոֆեսիոնալ գործիք։ Արմատցիները հարցը քննարկում են ոլորտի մասնագետների հետ։ Հետարքից դիտարկումներ եղան, մասնագիտական խորհուրդներ եղան, ասացին, թե ինչի վրա կոնկրետ կարելի է թիրախավորվել ու ինչ խնդիր կարելի է լուծել դրանով, թե ինչն ավելի շատ պետք լուծել, քան վերգետնյա խողովակների հետ կապված։ Մասնագետների դիտարկումները հաշվի առնելով սարքի վրա որոշ շտկումներ կարվեն։ Պատանի ճարտարագետները պատրաստվում են մասնակցել Սինգապուրում կայանալիք ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի եզրափակիչ փուլին։ Բրիր Մկրտչյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։